Հունիսի 20-ին ժամը առավոտյան 8-ից 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանն ու Թուրքիան հստակացել են աշխարհում գերակայող է ուժը։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նրա խոսքով Ադրբեջանն ու Թուրքիան համարում են, որ 44-օրյա պատերազմը դրան հաջորդած ժամանակահատվածը Հայաստանի տարբեր տարածքների օկուպացիան, Արցախի հայաթափումը տեղի ունեցել ոչ թե իրավունքի հրմամբ, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժի գերակայության պայմաններում։ Այլ բան է, թե ինչ է ուզում կամ ինչ ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունը կամ նրա իշխանությունը, լրիվ այլ բան է, թե ինչ են մտածում քո այն հարևան պետությունները, ովքեր քո երկրի նկատմամբ բարբերաբար արտահայտում են տարածքային հավակնություններ, ովքեր տարբեր շրջաներում կամ վերջին 3 տասնամյակում բազմիցս ագրեսիա են դիմել քո ժողովրդի կամ քո պետության նկատմամբ։ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր առիթներով բավականին հստակ ասել են, որ աշխարհում ներկայումս գործում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ գերակայող է ուժը, եւ այս պարագայում նրանք համարում են, որ 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ժամանակահատվածը, Հայաստանի տարբեր տարածքների օկուպացիան 20-23 ժամանակահատվածում, 23 թվականին Արցախի ամբողջական օկուպացիան, նրանք համարում են, որ տեղի ունեցել ոչ թե իրավունքի, այսպես ասեմ, հրմամբ, այլ դա տեղի ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ուժի գերակայության պայմաններում։ Հիմա, եթե իրենց համար այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը ռազմավարական խնդիր է եւ իրենք Հայաստանի հետ չեն կարողանում իրենց պատկերացումների շրջանակներում լուծում գտնել, ապա որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ ամենը տեղի կունենա ուժի կիրառման միջոցով։ Ընդ որում, երբ որ մենք խոսում ենք Սյունիքի մասին, պարտադիր չէ այդ ագրեսիան, էսկալացիոն դրսևորումները, հնարավոր մասշտաբային գործողությունները տեղի ունենան բացառապես Սյունիքի նկատմամբ։ Հնարավոր է տեղի ունենան սահմանագծի մեկ այլ ուղղությամբ, բայց նպատակը լինի մեկը՝ ճնշման միջոցով եւ սադրանքներ հրահրման միջոցով հասնել Հայաստանի կողմից զիջմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին։ Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արտգործնախարարի տեղակալ Վախան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում արդեն հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը, ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը, հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Փաշինյանի խոսքով այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ ԿՊ-ն հայ-թուրքական հարաբերությունները փորձում է կառուցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ ԿՊ-ական Վլադիմիր Վարդանյանի խոսքով Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն, հաշվի առնելով, որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը եւ պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատևուկայում խաղաղություն։ Մենք ըստ էության մշտապես խոսում ենք եւ շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ բնականon դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, առևտրային, տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի հանրապետության հետ։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, ենթադրություններ կարելի է շատ անել, բայց ես նախապայմանների մասին է, տեսեք,
Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Դա նշանակում է, որ բոլոր հոդվածները համաձայնեցված են։ Հիմա մենք կարող ենք խոսել պայմանագրի կնքման ժամանակի եւ վայրի մասին։ Իհարկե շատ կարեւոր է, որպեսզի կողմերի միջև լինեն այնպիսի կառուցողական հարաբերություններ, այնպիսի փոխադարձ վստահության մթնոլորտ, որը թույլ կտա, նախապատրաստել այդ պայմանագրի ստորագրման գործընթացը։ Այս առումով իհարկե տարածաշրջանային կոնսենսուսը հարցի վերաբերյալ մեծ դերակատարություն ունի եւ մեր հարաբերությունների հարևանների հետ եւ հարևանների դրական դիրքորոշումը խաղաղության գործընթացի վերաբերյալ շատ կարեւոր գործոններ կհանդիսանան իրական խաղաղության հաստատման համար։ Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին եւ պատրաստ կլինի նրան ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվան մշտադի դիտարկում է այդ հարցը, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, բայց չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, միայն ուշադիր հետևում են այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացու հետ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար ակնհայտ է գործարար բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Բայց այն ինչ որ ինքը արտահայտել է այս մի քանի օր ընթացքում, իր նպատակը դա եկեղեցուն սատար կանգնելն է, որին տարիներ շարունակ տարբեր միջոցներով նա սատարել է, եւ ես նրա անկեղծությունը այս իրավիճակում բնականաբար վստահում եմ։ Ինչ վերաբերում է նրա հետագա հնարավոր քաղաքական, այսպես ասեմ, ճանապարհին, որը ինչպես ես հասկացա, նաև որոշակի ակնարկով կար նաև ձեր հարցադրման մեջ, անկեղծ ասած չեմ կարող ասել, թե սա հետագայում քաղաքական տեսանկյունից ինչ ճանապարհ կբռնի։ Այն որ սա քաղաքական հետապնդում էր իմ համար ակնհայտ է, անկախ նրանից թե ով դա ինչպես հետագայում կմեկնաբանի։ Շատ բարձ իրողություն այստեղ ունենք, փաստացի Սամվել Կարապետյանը արտահայտել է իր դիրքորոշումը, որը ոչ միայն տարբերվել է իշխանության մոտեցումներից, այլ իշխանության համար առավել վտանգավոր է դիտարկվել այն տեսանկյունից, որ մեծ առումով եկեղեցին ունի շատ մեծ հեղինակություն եւ հեղինակավոր անձանց իսատարում եկեղեցու հայտարարությունները կամ որևէ գործողություն բնականաբար իշխանության համար շատ ավելի մեծ վտանգավորություն է ներկայացնում եւ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը եւ նաեւ դրա շուրջ հնարավոր հասարակական մոբիլիզացիան, ինչը կարծում եմ որևէ արդյունք չի տալու, որովհետեւ այն բառապաշարը եւ այն գործողությունները, որի մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ process-ներում, սա չի կարող որևէ պայմաններում, որևէ սցենարի պայմաններում իշխանության համար օգտակար լինել։ Այլ բան է, որ այստեղ իշխանության համար գլխավոր խնդիրը ոչ թե պետության զարգացումն է, ոչ թե համապատասխան ինստիտուտների գործունեության արդյունավետությունն է, այլ կա ներքաղաքական հաշվարկ եւ այդ ներքաղաքական հաշվարկի տրամաբանությամբ իշխանությունը շարժում է։ Այստեղ ովքեր իրեն կարող են որևէ ձևով խոչընդոտ ստեղծել ուղակի կամ անուղակի ձևով, փորձ է արվում նրանց թիրախավորել եւ պարզապես խաղից հանել եւ այդ ողջ process-ը ես դիտարկում եմ դրա շրջանակներում։ ՔՊԱ-կան պատգամավոր որ Արթուր Հովհաննիսյանը բացարձակ տխմարություն է համարում իր նախկին թիմակից ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի վերլուծությունը, ըստ որի ԿՊ-ն գործարար բարերար Սամվել Կարապետյանին կարող է հանձնել Ադրբեջանին։ ՔՊԱ-կան մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ չմեկնաբանեց նախկին թիմակցի հայտարարությունը։ Իմաստուն խոսք կա, մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով Սամվել Կարապետյանի գործը կյանքը բոլորի առաջ է միայն բարիք է ստեղծել եւ Հայաստանում եւ Արցախում։ Այս վերջին շրջանի քայլերը այս մարդու նվին նկատի ունեմ, շատ են հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահի Սահակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով։ Եվ վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Նա էլ երկար տարիներ ասում էր, բա գիտեք, այսպիսի մի միլիարդատեր կա, մեծահարուստ կա, որը հսկայական գործ է անում, Վրաստանում հսկայական ներդրումներ է անում, եւ արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ
հալածանք, փորձել ձերբակալել եւ այլն եւ այլն։ Նմանությունները եւ զարգացումները կարծում եմ շատ համընկնում են եւ վաղճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Եվ երեք մի հետաքրքիր գրառում կար, որ Ադրբեջանը 2021 թվականի հունիսի 18-ին միջազգային հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանի հանդեպ եւ 4 տարի հետո նույն օրը Հայաստանի իշխանությունները կալանավորում են Սամվել Կարապետյանին։ Ես վստահեցնում եմ ձեզ, Սամվել Կարապետյանը ուժեղ կամային մարդ է եւ այս հերթական ապօրինությունը այս իշխանությունը չի մարսելու։ Արցախցիները բողոքի ակցիան անցկացրել Հայաստանի կառավարության շենքի մոտ, նրանք բողոքում են աջակցության ծրագրերից, որոնք աստիճանաբար կրճատվում են, եւ եթե անհապաղ չլուծվեն հատկապես բնակարանների կեցության հարցերը, իրեն կհայտնվեն փողոցում։ Ակցիայի մասնակիցները նաեւ նամակ են հանձնել կառավարությանը։ Ես Վարձովում ապրում եմ, 150,000 հյուրանոցում։ Հիմա ես ուզել եմ խնդրեմ կառավարությունից, թե ազգային ժողովից, թե վարչապետից, ինչ որ միտեղ տեղադրեմ տուն, որպեսզի ես թողել եմ 144 քառակուսի մետրանոց սենյակ, ամեն ինչը, 4 եմ ամեն ինչը։ Խոց դատարկ մի տեղ տա, որպեսզի կարողանամ։ Ես աղջկաս հետ եմ հիմա։ Իրան երեք է, մեկը բժշկական համալսարանն է սովորում, մյուսը ես ծրագրավորման ինստիտուտում, մեկը 9 վերջացրել է։ Ես դրա համարը, հիմա ես այդ տանը մնում եմ։ Ես չգիտեմ, amma դեխում եմ մեռնեմ, թե ես ինչ անեմ։ Երեխաները համար եմ մնում։ Մի տուն ամաց պետք, որպեսզի այդ հյուրանոցը անտանելի է հիմա։ Ինչպես ամեն օր 2 ժամ, 4 ժամ ես էլ ապրում եմ Նորագավի թաղամասում, որտեղ վերտալյոտն են եւ ինքնաթիռն են թռչում։ Ամեն օր ինքնաթիռը տանը վերով գորրացու ակաժերը քրանում է։ Այդ վերտալյոտներն էլ սաղ մեր այդ ապարելի միջազգա երեխաներն են ես վախենում քարան, ես էլ արդեն վատ եմ լուսում։ Ես դրա համար եկա, ես ասում չունեմ փող տրամադրեն, ես ապրելի իմաստել չունեմ, ճիշտն ասած, ես պրոսը երեխաների համար եմ, ուզում եմ որպեսզի մի տեղ տուն գտնեմ, դա կառավարությունը, կարեն ապրել, վարձով, բայց քիչ լի, 150 որտեղ եմ։ Երեխաս աշմանդամա, յոգոտկարքին է նստածա, յոգոտկարքի աշմանդամա, լուսողության պրոբլեմոն է, Ուրան թոշակը մինգել 50,000-ը, որ 18 տարեկան Ստեփան Երևանում ոլորացել է, ես չեմ ստացել այդ 50,000-ը երեխային, բայց իմը ստացել եմ, ամուսինն ստացել եմ, մենք հիմա ասմատա կտրալը 40 տամ, ասմա մենք 30,000 տամ, ես շատ չեմ գիտում 30-ան է, կա 40-ան է, դրանա ոնց յոլա կենամ, ես չեմ աշխատում, տանը նստած հիվանդ երեխան եմ խնայում, ապրում ենք վարձով ենք ապրում, բնակարանով ապահովում չի, ամուսինս տարիքը լրացալ է, 63 թղթերը տարել ենք, հազնել ենք ծոցապում, որ թոշակ նշանակեն, ասվա բազայմը անմտ չկա, 8 տարվա ստաժը թոշակ չեն հաշվարում, ասմա լագունը 10 տարվա ստաժ պիտի ինի, որ կարաս թոշակարու տերնաս։ Բյուջեն եկամուտը որտեղ է։ Բյուջե չունեմ ինձ, այդ աջակցությունն է, որ ինքը տալիս է, այնը տանը կոմբինատ ծախսն ենք փակում, լյուսա, գազա, տակջուրա, դե տա ենք փակում, այդ կոմբինատ ծախսն ենք փակում։ Դրանով տակ են 10 մանեթա մնամ, անջախ մին 2 սնունդ ենք առնում, բերում ենք հաց ենք սարքում, որ ուտենք։ Դրանով ոնց յոլա քինանք, ասեք։ Էլի թանկ է, դուք եք տանը վարձը 100,000 տալիս ենք, ամսի մեկին կամ երկուսին ենք տալի տանը վարձը, դե հալամ գումարը 13,000 ծիմերը 40,000 ակյամ, դեսեմ ենք տանը գազի պիչի չենք վարում, 13,000
ծախ կոմինալը իլել, այդել ենք փակալ, չկը ենա տանը տերուչին ձերքին, հա, Սունեք կառավարությունից, որ հիմա այստեղ է։ ես գյում չում կառավարությունը ինձ կոգնին, ես առաջ անգամն եմ այդ հարցավ եկալ ստեղ դիմում եմ, որ ինձ բանան են էլի, լագոն է բնակարանը ապահովելի, բնակարան չոմ, լագոն է իմ գիտեմ, որ իմ սեփական սա տան բարդ չեմ տամ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։ Նրա խոսքով Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեծ դիվիդենտներ է ստանում ազգային տնտեսության համար։ Հիշեցնենք, որ Երևանի եւ Մինսկի հարաբերություններում լարվածություն առաջացավ Բելարուսի նախագահի կողմից Ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ գնահատականներից հետո։ Ավելի ուշ Փաշինյանն ասաց, որ Բելարուսի ղեկավարը փաստացի խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին եւ արգելեց պաշտոնյաներին մեկնել Բելարուս։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները մի քանի օր առաջ կանխել են Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը հայտարարել է նախարարի խորհրդականը։ Ժնևում Իրանի եւ եվրոպական եռյակի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև բանակցություններից առաջ։ Ժնևյան բանակցությունները կենտրոնացած են Իրանի միջուկային ծրագրի վրա, Թեհրանի եւ Թել Ավիվի միջև հակամարտության սրման ֆոնին։